Հիմա մեր պետականությանը, ըստ էության, ինչ որ վտանգ սպառնում է դրանից, որ ինչ որ մի խմբականակել ադրբեջանական վառելիք է մտնում Հայաստան։ Առանձնապես չէ, ինչ է դրանից լինում։ Մենք ինչ որ բան ենք դրանից կորցնում։ Իսկ մեր համար ռիսկայնություն տեղ չկա։ Հիմա այդ փոքր քայլերը, որոնք առանձնապես մեր համար ռիսկայնություն չեն պարունակում, բայց կարան ամրապնդեն այդ փոխվստահությունը, թեկուզ ինչ որ բիզնես շրջանակների համատեքստում, հա, ակնհայտ է, որ այդ վառելիք բերողը ինչ որ մասնավոր ձեռնարկություն է, այդ մասնավոր ձեռնարկության աշխատակիցները, ղեկավարությունը շփվում են այլ հարևան պետության, հա, բիզնես շրջանակների հետ։ Հիմա ակնհայտ է, չէ՞, ինչ որ գումար օրինակ պետք է փոխանցեն։ Այդտեղ արդեն սկսում են բանկերը իրար հետ ինչ որ պետք է հասկանալ, հա, ոնց է այդ գումարը օրինակ փոխանցվելու։ Սկսվում է ինչ որ թելեր, հա, ձևավորվել, որտեվ այդ ամեն ինչը իրանից ինչ որ գործողություններ է ենթադրում։ Իսկ այն ժամանակ չի եղել, հա, որ բանկային փոխանցում օրինակ լինի Ադրբեջան, հա, ուղիղ։ Հիմա ինչ որ կա դրա հնարավորություն։ Բանկերն իրանց հերթին օրինակ պետք է մտածեն այդ փոխանցումը ոնց պիտի անել։ Ինչ որ տենց process է սկսվում, որը որ այդ փոխադարձ վստահության սահմաններում պիտի լինի, բայց ուրիշ մենք ոնց ենք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել։